նաև որոշակիորեն հակադրվեց Ասորեստանին։ Իսկ մենք եթե խոսանք, գիտեք, մեր լեռնաշխարհը ինչ որ մի փուլում ինքը ուներ Արմեն Պետրոսյանը շատ հետաքրքիր աշխատանք ունի դրա մասին, այսպես ասած հակահարավային դրսևորում։ Հիշեք Խորենացին, երբ որ խոսում էր հայոց աշխարհի մասին, հիշում էր, որ հյուսիսային ազգերի մեջ ազնվագույն ուրեմն վսեմագույն ամենակարևոր ազգա, եւ հիշեք նաեւ մեր ազգածին առասպելը, այսպես կոպիտ ասած, նաեւ հյուսիսի եւ հարավի միջև պայքար է գնում Հայկի եւ Բելի միջև, ու այս նաեւ մեր մոտ շատ ընդգծվում է, եւ նաեւ այստեղ կարծում եմ որոշակի նաեւ հետք է թողել այս հայկական լեռնաշխարհ եւ Ասորեստան այս պայքարը նաեւ այդ հակահարավային դրսևորման առումով։ Դե ամբողջ պատմության, Ուրարտուի պատմության ընթացքում փաստացի այս պայքարը շարունակվեց, չէ՞, եւ այնուամենայնիվ իհարկե Ասորեստանը շատ ավելի հզոր է եղել որոշ ժամանակաշրջան, բայց այնուամենայնիվ վերջնականապես Ուրարտուն նվաճել չկարողացավ եւ նույնիսկ ավելին, չէ, ասենք Ուրարտուն ավելի երկար գոյություն ունեցավ որպես պետություն, քան Ասորեստանը, ճիշտ եմ։ Շատ դժվար է ասել Ուրարտուն ավելի երկար գոյություն ունեցավ թե չէ, եթե մենք Ասորեստանին ու այսպես ասած ընդունված տարեթիվ ենք համարում 612 թվականը Քրիստոսից առաջ Նինվեի գրավումը, որին մասնակցել է նաև հայկական տարրը, չէ՞։ Ըստ այո, որին մասնակցել է նաև հայկական կողմը, ըստ Խորենացու եւ այլն, բայց տեսեք, երբ որ մենք խոսում ենք Ուրարտուի մասին, կարելի է ասել Քրիստոսից առաջ 640-ականներից այն կողմ մենք չունենք ուղիղ սկզբնաղբյուրներ, ուղղակի սկզբնաղբյուրներ, եւ այստեղ մենք կարող ենք գնալ ենթադրությունների դաշտ։